Շրջադարձը տեղի ունեցավ Փեզեշքյան Ալիև հեռախոսազրույցից հետո։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչ է ասել Իրանի նախագահ Ադրբեջանի նախագահին, որից հետո Ալիևի հոխորտանքը վերափոխվեց մարդասիրական օգնության դեպի Իրան։ Սկսենք մի քայլ առաջ, հա, այսինքն հենց գրոհի ադեն։ Առաջին բահուց Իրանը հայտարարեց, որ ինքը կորտ չունի այդ գրոհի հետ։ Եվ չգարձեք, որ բայց ներողություն Սարգիս, միաժամանակ իրանցի զինվորականները Բարձրաշյան Ադրբեջանին այդ օրերին զգուշացնում էին, որ իսրայելցիներին հեռացրեք ձեր տարածքից։ Հա, դա երկու տարբեր բաներ են, զգուշ եղեք։ Մի բանը այն է, որ ինչ որ գա, որտեվ Իսրայելի զորքի իրողությունը Ադրբեջանի խողի վրա, մանավանդ ինչ որ գվերապերի երկու օտանավագայանները, որոնք Ղարաբաղի շրջագայքում են տեղի ունեցել, այսինքն Ֆիզուլի եւ Զանգելան, երկու կարևորագույն օտանավագայաններու մասին է խոսքը։ Դա ատկան քիչ ժամանակվան ընթացքին բա ով պիտի սարքեր, բա իհարկե որ Իսրայելը սարքեց, նույն ցևով ինչպես որ Իսրայելը սարքեց մի քանի օտանավագայաններ քրդական, Իրաքի քրդական բարձրավանդակի վրա։ Եվ դրա համար է որ Իրանը զգուշացեց, որ դուք մի խառնվեք այս խնդիրի մեջ եւ հերացրեք այս մարդկանց։ Հերախոսազրույցը Փեզեշքյանի եւ Ալիևի ուրիշ բան չարեց, այլ խնդիրները հանգստացնելու նպատակով, ինչ որ գարձեք թե եղավ։ Մի մոռանաք դիվանագիտությունը բարձրագան, դա շատ հին ավանդություն ունեցող դիվանագիտություն է, չկարելի խաղալ, է։ Այսինքն կոնֆլիկտը ոչ թե հարթեցվել է, այլ սառեցվել։ Նայած, այսինքն եթե Ալիևն հասկացավ, որ ինքը մադերը ընդհանրապես չի պիտի խառնի այս խնդիրի մեջ, ասել է, որ այո, իհարկե որ սարեցվել է, բայց ինչ հրյական յագոն պիտի կարողանա հենց սուլել Ալիևի ականջին, դա մենք չենք իմանում, բայց վստահ եղեք, որ իրենք ցերկոյի դրա մնացած չպիտի լինեն։ Երևի Թուրքիայի դրդմամբ, հա? Ոչ միայն։ Մի մոռանաք ադրբեջանական այսօր Ռուսաստանի նախագահն էլ է խոսել Ալիևի հետ։ Դա հաստատ։ Այսինքն թուրքական դիվանագիտությունը եւ շահերը, հա, հստակորեն չեն համընկնում այս բահուս Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ։ Այսինքն Թուրքիան բոլորովին հետաքրքրված չէ ներքաշվել այս կոնֆլիկտի մեջ։ Սա հստակ է, եւ եթե Թուրքիան հետաքրքրված չէ, Թուրքիա-ադրբեջանական համախոհությունը հետաքրքրված չի կարող լինել ներքաշված լինելու։ Նրա համար եմ ասում, որ հայկական դիվանագիտությունը շատ զգուշ պիտի լա արդակին ջնջման դակ նստելու եւ խաղալու, որովհետեւ շատ նուրբ գացություն է այս բաղուս բանջվում բոլորի կողմէ։ Մի կարևոր հարց է, որ ինձ թվում է դուք ամենալավն եք դրան տիրապետում, Եվրամիություն, եվրոպական քաղաքական կառույցներ եւ հարավային Կովկասի երկրներ, հատկապես Ադրբեջան եւ Հայաստան կապը, Բաքուն եւ Երևանը նույն հեռավորության վրա են գտնվում, Սարգիս։ Ես միանգամից մեծ հարցն եմ տալիս, ժամանակ քիչ ունենք։ Չէ, շատ հստակ է, որովհետեւ Երևանը ոչ քարյուղ ունի, ոչ էլ գազ ունի։ Եվ այդ ինչ որ Ադրբեջանը գշրել դալիս է եւ ինքը հարստացավ դրա շնորհիվ եւ ինքը նաեւ իրեն դիվանագիտական գազմը հզորացուց, իրեն ռազմական գազմը հզորացուց, Ղարաբաղ հետ արավ չմոռանանք, սա կնշանակե որ իրենք լրիվ ուրիշ բանի վրա են, հարտակի վրա են։ Մենք ստիպված ենք հետևելու այս վարգյանից, սակայն մենք ստիպված չէինք այդ տեսակ կապիտուլացիայի ենթարկվել, ինչ որ 2020-ից նոյեմբեր 9-ից մեզ բարդատրվեց,
Այսինքն Եվրամիությանը Բաքուն ավելի մոտ երկիր, ավելի հոգեհարազատ երկիր է, քան մենք։ Իհարկե, բայց նայեցեք հարաբերությունները Բաքուի եւ Եվրոպական միության հենց ինչ որ գվերապերի կարյուղի։ Այսինքն հոն ուր որ ոչ մի երկիր պիտի համարձակվեր Բաքուի հետ, այսինքն բռնադիրական մի իրողության հետ, որը ամեն ինչ անում է որպեսզի շրջանցի այդ իբր թե բաճամիջոցները, որ Եվրոպական միությունը Ռուսիո դեմ կործածում է, ստանալով նույն կարյուղը, որը Ռուսաստանը արդահանում է, սակայն ոչ գես քինով, այլ ամբողջ քինով, եւ իրեն ներկայացնելով իբր հավատացյալ մի հարաբերվող կորձոն, սա արդեն ցես հասկացնել դալիս է, թե որքան ստիպված է Եվրոպական միությունը ենթարկվելու Բաքուի իրողության։ Հայաստանին նայելիս Եվրոպան տեսնում է ընկեր ու բարեկամ, ասել է այսօր Եվրոպական խորհրդի նախագահը, այսինքն սա քաղաքական հայտարարություն է զրո արժեքի։ Այդպես ալգա, որովհետև այս տեսակ խոսակցությունները դադար խոսակցություններից որևէ ցևով չեն տարբերվում։ Թող Եվրոպական միությունը փոխանակ այս տեսակ հաջողակ, թիկունքների, թող ընդհանրապես գեցներ պետք եղած ժամանակին հագամարտությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չարեց։ Դա ոչ չկարողացար վարը։ Նույն ինքը Թրամփը իր առաջին կառավարման շրջանում։ Կխնդրեմ։ Այսինքն ուզում եմ ցեզ ասել, որ հայտարարությունները մի բան են եւ իսկական քայլերը ուրիշ բան են եւ այս պահուս Հայաստանը իսկական քայլերի գարիկ ունի իրականության մեջ, բայց չի ստանում։ Ադրբեջանի կողմից իսկական քայլերի պետք ունի, բայց իրականության մեջ իրեն խողերը այլ ավելի Ադրբեջանի բռնադիրության դակ է տնում, որովհետև մենք քայլափոխենք ուղղակի քառակուսի կիլոմետրեր ենք կորցնում։ Սա ինչ կնշանակի, ոչ մեկը իրեն ջգույդը ուղղակի չի շարժել, որպեսզի այս կացությունը գասեցնե։ Նույն բանը ինչ որ գվերապերի քաղբանդարգյալների եւ ռազմական բանդարգյալների իրողությունը հայկական իհարկե Բաքոյում։ Եվ միայն այն պատճառով, որ Եվրամիության որոշ երկրներ նավթ են ստանում կամ գազ են ստանում Ադրբեջանի։ Ոչ որոշ, բոլոր երկիրները նավթ են ստանում։ Բոլոր երկիրները։ Հենց եթե Եվրոպական միության գլխավոր քարտուղարուին ինքը անցամբ ասում է, որ Ալիևը բան անձնավորություն է, հավաստի անձնավորություն է, ինչ որ գվերապերի ռազմավարական կեդինի, դա ցեզ արդեն հասկացնել դալիս է, որ եւ սա ամենայն դեպս էներգետիկ ոլորտի վրա խախտող մի իրականություն է, դա է, որ գշրում է, ոչ մնացորդը։ Իսկ մենք ունենք հնարավորություն մեր գշրեցնելու համար, բայց չենք անում։ Դա։ Շնորհակալություն, որ միացաք մեզ, Սարգիս։ Խնդրեմ նվեր։ Սարգիս Շահինյան, Շվեյցարիայի հայկական եւ հայասիրական կազմակերպությունների խորհրդի նախագահ եւ վերջ։